Բարի լույս սիրելիներս, բարի լույս հարազատներս, ինչպես եք, եկեք առավոտը սկսենք մի բաժակ սուրճով, բայց թե, Բարի լույս իմ սիրելի բաժաններ ոնց եք վարք, ես արդեն լավ եմ, հետո ինչ կա, լավ եմ, մա, դե գնա մի քիչ երկդ պարապիզալն, որ երկի եմ գնալու, պայուսակ, տետր, տետս բաշատից մեջ եմ, ապրես դրանք լրիվ պատրաստի, որ գնալու ենք, երեխեք ջան, առավոտ լույսը բացվելուն պես, սկսել եմ գործերս, Լիլիթ հանգպար է հաջող տեղ են հասել, գործերից հետո մի հատ թարմացել եմ, հագել իմ ես սիրուն քարիկներով բլուզը, համադրել եմ տեղին շալվարի հետ, շատ սիրունա, շատ փափուկ, հով, զով, թևերի մասը լավ եմ, գիտեմ ասելու եք բարով մաշես, ես էլ ասելու եմ շնորհակալություն, շատ ապրեք դուք, ապրեք, որ դուք այդքան լավն եք, հələ ասեք, տեսնեմ, որտեղ ինչ եղանակ է, առավոտից մեր մոտ 7-ն էր, որ արթնացել եմ, մի պլպլան արև էր դուս եկել, ու այդ արևը տենողը, այս խոնավ երկրը, էլ ինչին կսպասի, չէ, որ տեղաշոր դուս լցնի, մենք հայերս, մենք տանտիրուհիներս սիրում ենք, չէ, հանենք տեղաշորն արևին տանք, հետո մեր գլխին գործ բացենք, մեկ-մեկ էլ լվանալով զբաղվենք, բաժակս ընդեղա, գազնեպ ստեից փակեմ, օպա, մի հատը տեղից, մի հատ ստեղից, որովհետև հոտ եմ առնում ստեղի գազից, էտա տեսակ, որ այս խոհանոցն էլ եմ մակնել, փայլացնել, էլ չասեմ ընդեղ էքի մասին, ու դրսում այսենց տեսարանա ժողովուրդ բարձերով, բանով, բայց ներքնակ չհանեցի, որովհետև լնայեք, սև ամպեր են հավաքվում մի այլ կարգի, ինչը որ հուշմա Անահիտ ջան մեղք ես, այդ 10 կիլանոց ու ավել ներքնակներդ մի հանի, այդքան տարբեր, էսա եղանակները որ կանգնեն, օպալա, Ալեքս, արի մի րոպե, էսա եղանակները որ կանգնեն, արդեն կսկսեմ, թեպետ ասել եմ, չէ, այս տարի զուտ թարմացնելու եմ տեղաշորս, այս վերմակներս որ դուս գցի, մաման ասմա, չես ուզում քանդես, լվանաս, ասում եմ ուզելն ուզում եմ, բայց վաղկս չի թելադրում, են ամանը հլանդեղից վեկալ էլի, նենց բրնի որ չկցես ծարից ծավտանը, Այս ամանը տանի թող ապրիմ տղան գնա, մի խոսքով, ինչնա բոլ-բոլ, մեր մոտ գործնա բոլ-բոլ, հիմա էլ այսօր ամսի 26-ը, այսօր մի քիչ օրը խափուսի կա, որովհետև, ասում եմ բա, չլներն ենց ճոճանակից նստեի ու, բայց ինձ թվում է դա տենց էլ կմնա, որովհետև մի խոսքով չմանրանա, ուխայ, այս կոֆեից լավ բան, մեկ էլ կարա կոֆեն լնի, մեկ էլ են լավ հավեսով շոքերին, սառը թեյել եմ շատ սիրում, հիմա անկողին, իմ բնավորությունը տենց է, որ հյուր եմ ընդունում, քանդում եմ տակից գլուխ, նորից նախապատրաստվում հաջորդ հյուրին, հաջորդ հյուր էլ եմ ունենալու, պահը կգա կիմանակովա, առավոտ հենց էդ ենք խոսում, ժողովուրդ, քանի հյուրերից ենք խոսում,
Խոհանոցային էջը մսեիք ոնց որ գրել, ուղղակի դե այնտեղ էլ եթե սենց վիդեոներ անեմ, անիմաստ կլինի, այն սկզբից պետք է ես ընդհանուր մի էջ պահեի, բայց դե արդեն ուշամ, այնտեղ գրել էին, որ ինչ արժե մի գիշերը ձեր մոտ, ես մտածել եմ մեր քաղաքում, պատասխանել եմ, որ գները տարբեր են, դե իհարկե կա սնունդով ներառված, կա ուղղակի որպես գիշերակաց, հետո ամեն հյուրատուն իրա գինն ունի էլի, սենց ասեմ, մեկ էլ այդ գրառումանովը ներողություն անունը չեմ հիշում, ասմա չէ, խոսքս ձեր տան մասին ա, մի լավ ուրախացել էի, ասում եմ տեսիլա կողքից ոնց է երևում, մեր տանը սիրելի հետևորդներ ջան, ունեմ տենց մտադրություն, որ մենք էլ ունենանք մեր հյուրատունը, ամեն տարի ասում ենք հաջորդ տարի, ամեն տարի հաջորդ ու տենց գնում ա, մեր տանը ընդամենը իմ ծանոթներն են գալիս, ում շատ հարգում եմ, ում սիրում եմ, ում հետ շփվում եմ ու մեկս մյուսին լավ ճանաչում ենք, այդ մարդիկ էլ շփումը դե երկկողմանի ա, չէ՞ ելնում, գալիս են, ասում ենք, խոսում ենք, համ իրան ժամանակն է անցնում, համ էլ իմ, ինչի չէ նաև, մեր օրն էլ ա հետաքրքիր դառնում, չէ՞, ամբողջ խնդիրը էդ ա, սիրելիներ ջան, դրա համար իրոք զարմացել է, բայց այո, կարա և տենց էլ լինի, բայց ոչ հիմա, միգուցե, դեռ անցած տարի էի, ասում էի, այս մտքից մեջ էլի, սենց դրա համար լավ էր չէ էլ, բարձրաձայն էր, ասում էի, այս եկա հայաթի մեջ դասավորեմ նենց, ճիշտ ա, մենակ մերը չի ես հայաթը, բայց վստահությունը կա, փառք Աստծու, ինձ սիրում են, հարգում են, կոպիտ ասած բոլոր տների բանալիներն էլ իմ ձեռին կա, դրամա եմ էլի, ասում եմ գլուշնիկի դեր եմ տանում, այնքան բանալի ունեմ, ասում էի հարմարացնեմ, մի հարմար անկյուն գտնեմ, դարձնեմ հյուրատան նման մի բան, ինչի չէ նաև գումար աշխատելու միջոց, բայց մենակ մարդը չի անի տենց բան, ես դեռ այդքան համարձակությունը չունեմ, սենց ուղղակի կանչում եմ իմ ծանոթներին, ասենք ես իրանց տուն, իրանք իմ տուն, այդ հարաբերությունն ու այդ շփումն ու այդ ֆորմատն ա մեր մոտ գնում, գիտեք միշտ ասել եմ, ես սիրում եմ շփվելը, ես սիրում եմ, ոնց ասեմ, գնալ գալը սիրում եմ, այն լճացած կյանքով ապրելը ատելով ատում եմ, չեմ սիրում, այդքան բան, սիրելիներ ջան, հիմա մի հատ էլ Ալեքսիս կանչեմ, այ Ալեքս, թե կլսի ինչ լավ կլի, այ տղա, Ալեքս, արի գնա հլա, ներքևի բալանին բեր արի, շուտ արա, գնա թասը բեր արի, մոռացել եմ լվացքը միացնեմ, լվացքի թասը բեր արի, ցավը տանեմ, բալանին տար, հիմա այսօր օրը երկուշաբթի, լավ երեք շատ հաճելի ու լավ օր ենք ունեցել, շատ լավ օր, սկզբից, այդտեղ դրածա, երկն անջատի, երկ հեռախոստ անջատի, հետո իմ ասածները լսի, քո հետ եմ, դեռ չէ, գնա թասը բեր արի, հա, ոնց ասես մեծ աղբեր, շատ հավեսով օր ունեցանք, վայ մամա ջան, ես տենց բան չէի տեսել, մի ընթացք էլ կար է, որ Շամշանն եկավ նկարեց, հետո փակեցին, մեր Քրիստինե անցեկած տարին էր այդ տարին, հենց այդ օրը գնացինք դենდրոպարկ, հաջորդ օրը փակվեց, այնքան մարդ կար, ասեղ գցելու տեղ չկար,
Տնբուշկի վրա չի։ Դե շարժվի։ Մյուսի հետ գործ չունես։ Թասը բեր ու շուտ արի։ Հիմա այսօրվա այդ գործերից հետո նույնիսկ մտածում եմ, երբ որ երկի գնանք, դե մեր գնալ գալը մի կես ժամ, գնալ գալն է հետը մի ժամ ատևում։ Նույնիսկ այդ վաղտ եմ մտածում, այս անկողինը տուն դնեմ, որովհետև եղանակը շտոտը նիտոյա ու ռիսկային կլինի, էլի սենց թողալ գնալը։ Ինչևէ, ես դեռ այսքան տարի, ամեն տարի պարտադիր գնում ենք դենդրոպարկ, պարտադիր, այսքանի արդեն տարի իրար վրա մենք գնում ենք, որովհետև կա չէ սենց բան, որ ուրիշ տեղից գալիս են գնահատում, դու են, որ քթիտ տակա խոսքի չես գնում գալի, բայց ես ինքս էլ սիրում եմ գնամ, քայլեմ, չեմ հոգնում, չեմ ալարում, որովհետև բնությունից ոնց կարաս ալարես, ճիշտ է այդ խոտաբույսեր, քոլ, մոլ, դրանք ես չեմ ճանաչում, բայց բնության գնալը շատ եմ սիրում, նամանավանդ դենդրոպարկ, ոնց կարաս չսիրես այդտեղ գնալը, ու երբ որ հետ գալուց մի ահավորություն էր ու Լիլիթը մի հատ ճիշտ բան ասավ, անասավ են անենց գալիս են, որ իրիկվա հովը բայել են ու էլի գնան, այո, մարդիկ ենքան խելամիտ են դարել, նայեք մենք գնում ենք օրինակի համար Սևան, չէ, ու ես գնացի անցած ամառ Քոբուլեթի, հավատացեք ընտեղ ավելի էժան էր, քան մեր գեղամա գեղեցկուհուն այցելելը, ու երևի ես մտածում եմ նույնն էլ, այս մարդիկը մի տենց են էլի մտածում, ավելի լավ իմ մեքենայով գամ ու հետ գնամ, քան թե գիշերակաց մնամ, տեղ արդեն գնային տատանումների հարցն է, բայց թե աշխատողն ուզում է աշխատի, գումար վաստակողն ուզում է գումար վաստակի, մի խոսքով, կյանքն փոխկապակցված բաներ են, որ մեկը մյուսի հետ չի կարա կապ չունենա, մի փակի դուռը, դու թասը բեր արի, չէ, Ալեքսին սովորացրել եմ, որ եթե ես տանը չեմ, Լիլիթն էլ էր երեկ դա նկատել, դու օրինակի համար վերևից իջար ներքև, տանը էլ մարդ չկա, այդ դուռը պարտադիրից պարտադիր փագի, ասում եմ մամա ինչի, դե երեխայա, չէ, էսա երկի են, լավ երկեց, այդ երկե, հա, տարտուն, տար զալ, ապրես, ու էտա, համի, ասմա մամա ինչի, դե մտածում ես ինչի, ու ճիշտը ասում ես, որ երեխու մեջ պուճուրուց դա տպվի, ասմա մամա ինչի փագեմ է, մեկա մենք տանն ենք հոչենք, ասում եմ բայց մենք վերև ենք, կամ մենք ներքև ենք, ասմա չէ, ասում եմ փագենք, ասում ինչի, ասում եմ նայի կարողա մենք մի սենյակում նստած ենք, մի մարդ սովորա, որ գա վերև ու մենք ներքև ենք, կամ մենք վերև ենք, ներքև են գալիս, որ դուռը փակ լինի, կհասկանան, որ տանը չենք, ու արդեն առաջի ու երկրորդ հարգերը մեզ կփնտրեն, մի նոր տասի հետևից գնալուց չխչխկոցից զգում եմ, որ ուզում այլի փագի, այդ դուռն է մի քիչ դժվար է փագվում, ու ասմա մամա ինչի չփագեմ, այդ թե ոնց երեխուն սովորացնես, նենց էլ կգնա շարունակությունը, դա ճիշտ ասած բան է, ինչևէ սիրելիներ ջան, հիմա երեք, մաց ունել ունեմ մերած, ես այսօր եմ ստեղ սկան նստում, հիմա երեք ահագինից ահագին գործերս առաջ եմ գցել, ու այսօր արդեն տենց շատ եմ խիստ են գործի հետևից էլ տենց բաներ չունեմ, այսօր պարտադիր ներքնակս կթրջեմ, սիրելիներ ջան, հենա, ընդեղ հերթի կանգնած սպասում եմ,
Իմ շորերը ոնց է դեղին ու սևը շատ սիրուն են համադրվում, ամեն դեպքում ես որ շատ հավանում եմ դեղինի ու սևի համադրությունը ու արդեն տեղել, գիտեք ինչ եմ արել։ Ես բանի կեղտ է։ Չէ, հանգիստ մնա ու են կոմ Դրել եմ լականի մեջ։ Ալեքս հանգիստ մնա ու են կոմ գնա։ Ստեղ տեսեք ես ինչ եմ արել, այսա ցույց տամ, թե ինչ եմ արել։ Հիշում եք, սաղորն ասում եմ վարունգ եմ ցանելու ու այդ վարունգը ես դեռ ցանում եմ։ Լցրել եմ բաժակի մեջ ու այս փչերը այսենց եկել է երեսն ընկել, բայց թե մեկ-մեկ ելնումը տրուզնել է, չէ, ելնում, դրա համար ստուգել է պետք, այսքանը փուչ են, ընկերուհուս մաման էր ինձ սերմը տվել, այսենց, իմի սրան ցանեմ, հա, սաղ փուչ են, են որ ծառիտ տակ պարզ զգում ես, ճիշտ է էլի, սերմը ջրի մեջ լցնելը, տարիների վեր, տենց եմ ցանել, հիշում եմ պապս էլ էր տենց անում, այն օրը Նիկային ասում եմ ուզում եմ վարունգ ցանեմ, ասում եմ չմոռանաս ջրի մեջ կլցնես, որ սերմերը դուրս գա, մեկ էլ ասում եմ բրախի ինչի տա պետք, տանը չես լնելու, ասում եմ դե ինչքան տանը կլնեմ, Всё, այդ արդեն այս այլ է փուչ հաստատ, ոնց հասկացա, մի խոսքով, օպա, ենքանը արդեն որ հաստատ փուչ է, սիրելի հետևորդներ ջան, հիմա եսնեմ ներքև, հա, ես շորդ էլ կարել է վերցնելու, Ես ինչ անեմ։ ես ներքևի բալանին վեր կալ, Ալեքս ջան, Ես ինչ անեմ։ էդ էլ տարկցի աղբը, այսած, մի հատ փոշի վերցնեմ, փոշին մի ժամ առաջ ու մի էլ վեր ունես, այդ փոշին անպակաս է, ինձ թվում է թե սեփական տներից, թե կվարծիրաներից, տարբերություն չկա, այսենց, всё, իջանք ներքև,
կատարում ես շատ լավ ես եղել։ Արի Ալեքս ջան։ Մասի։ Հա։ Լավ է դեպ չես հիմա։ Հա։ Բայց ավերան ձեպ չէ կարող։ Հա, բա, այն այս ատում հասնեք։ Ահա։ Ինքան վախացա չեք հետ պատկերացնի։ Երգը վայելելուց հետո հիշեցի, որ դիմացը գործ ունեմ, նոտար կապաստել մի խոսքով։ Ասի հլա մտնեմ, մտներն ու ստացվելում է կերպով։ Ալյո, բարև ձեզ, հա զանգում էի, Ալեքս լամի հետ են, ես մտել եմ, մի տեղից պրսնում ես, այն մյուս տեղից այն կանչը, մի խոսքով, որ երեխեք թղթաբանության պես չանջալ գործ աշխարհում չկա։ Համ ջանջալա, համ էլ ժամանակատար, հեյ, ժամանակում ես ծախսի։ Բայց ուրախացա, որ դա ստացվեց։ Այնքան ուրախացա, էլ ասելու չի, մի ուրախությունից մանգալս գալիս։ Վայ ու վայ, ով ինպես համբերություն ունի, սկան տեղն էլ գորվանից, գիտեք ինչքան համբերատար ձևով ամենքի հետ խոսում եմ, առանց նոր վայնանալու, առանց ես, առանց են, բայց տղել կա իմ իրավունքներ պահանջում եմ։ Ուրախ եմ, ուրախ եմ։ Հիմա տենամ ստեղ ինչ են վաճառում, երկու բան առնեմ ու գնանք տուն։ Շատ ուրախում է, շատ։ Ինչ է նշանակում չպատվիրել է առավոտից, եկա ինչ ուզում էի չկար, ասում ես քեզնից չի, ասում եմ բա, տենց էլ կարա ալնի, մի խոսքով։ Ահա սիրելի հետևորդներ ջան, ստեղ սենց համովություն եմ պատրաստել այրոգրիլի մեջ, բայց թե իրա դեռ համերը համենվելու պահ կա, դեռ չենք ճաշակելու, հեռախոսս էի հերթը, հիշողությունների գիտքն ընգա 2 տարի առաջ այսօրը, հեռախոսի են խրոնիկան բերել էր էլի, որ աղբորոս ավտոյով մեր համար, մեր հավեսով մենք կյանքը ինչքան հետաքրքիր բան է, կյանքը ինչքան անակնկալներով լի բան է, դիր զարյատկի հետ։ Հիմա հագուստս դեռ չեմ փոխել, որովհետև զանգի եմ սպասում, որ էլի պետքա դուրս գամ ու ամաչեցի հարցնեմ, ասեմ, այսօր եք ինձ կանչելու, թե եկուց, որովհետև արդեն որ ամաչում ես, էլի մտածում ես մեկը մի ոտ տեղա, երբ հետ կանչի կտկտալով կգնաս կգաս ինձ եմ նախնդիրը։ Ինձ բաներ, այս ընթացքում շատ գործեր եմ արել, թղթերի հետ կապված, դասավանդություն, զանգ, զրանք, սենց բաներ ու Նիկայի հետ էլ ենք ընդեղ խոսում, դեռ այդ վաղտից ես կոֆե էի ուզում, հայեսա կեփեմ, հայեսա մի քիչ հետո կեփեմ, այդ մի քիչ հետո եկավ հասավ հմիմ, դնեմ ձրել, մի հատ ստեղ տարածքս տեղավորեմ, սրտիկներ ջան, հետո ասեմ, այս պարոնն է ներվերը սուտում, ինքը հենց գիտի, որ արցակ ուրդ են,
պետքա ոչ բան չանի հեռախոս տշի աչիկ ձախից էլ չգիտի որ տենց չի լինելու այնքան նա որ դեռ դիմադրում ենք հա էս լա էս ասենք թե ամենաատածս բանն է որ մի քիչ մուննաթ անեմ, բայց արժե էլի որ անեմ կարիքագործի հետ է մուննաթը չեմ սիրում որ բերում ես թե դեռ բերում ես ոչ գազի տակը բերեց ոչ այրոգրիլի համար նախատեսված գուբկեն ինչ պոլկեն բերեց ու սենց էլի կարևորը փողներ տվել ենք հա տենց է էլի տենց անում որ տենց անում չէ ասեք ու լավ արեք էդ էլ կա հիմա քան հարմար լավ տարբերակա էլ ասելու չի որ սիրում հավեսով տարածքը տենքան է քեզ թույլ տալիս որ շուշուտ գործերը տանես всё ծառի հետ հավաքես ու դու քեզ հանգիստ ու լավ զգաս այդ ամենալավ բանն է ամենա թե չէ ծանոթներ ունեմ էլի սենց բան են անում պարծենում են մենք Երևանից ենք կահույքագործ կանչում էս անում են անում սենց բաներ որ լավ եք անում ես Երևանից չկանչեցի ասենք թե ստեից եմ կանչել այնպես չի որ դժգոհ եմ չէ դժգոհ չեմ երբեք օպա արի սենց տնենք սրա այնպես չի որ դժգոհ եմ հետո կինը միշտ էլ հնարամիտ է չէ մի շատ էլ ես պոլկա չունեմ ես պահին պակաս տեղ դրի այ քեզ պոլկա հլա ասեք տենամ պակաս պոլկա է լավ էդ էլ էդ մազերս թափել եմ այս մասերի այս մանր մազերը գալիս է ու իմ նրվերի հետ փորձում եմ որ խաղա Ալեքս ոչ մեկին չզանգես ոչ մեկին բաներ չանես տղա всё 1 2 սաղն տիրա այսօր ուշացա կլուբնիկից մտածում էի վերցնեմ ենա մի հատ էլ կամպոտ ինչ անեմ ասեք հլա այրոգրիլով էլ եմ ուզում փոխեմ չիրանեմ այնտեղ վիդեոներ կա որ ինչ ես ուզում ես վիդեոներ կա որ նայեմ այստեղ բարապ ժամանակ ես սիրում եմ համացանցը թերթեմ նայեմ տենամ ինչ կա չկա այս կյանքան ու ինձ պետքի բաները պարզավոր հետաքրքիր այս սենց համողություն է երևի մի 2 կարտոֆիլի հետ այն կլինի մեզ ընտրիկ կամ միգուցե կապաչկա ունեմ երևի սանոտ մամիթով կսարքեմ այդ ավելի լավը կլինի քան կարտոֆիլը ամար ձմեռ այնա կարտոֆիլ ես ուտում որոշքի չես էլ ուզում նախընտրելի է կապաչկեն ու տենց բաներ վարանգս թրջել էի ուզում էի ցանեմ բայց պարզա այս շորերով չեմ անի
Չեմ էլ ուզում փոխեմ, որովհետև հավես չկա, էլի փոխես մեկ է զանգեն կանչեն։ Ինչ կա էս տոպրակում, բնական ձու։ Էս ձվի հետ մի բան պատմեմ։ Դե ձուն էս վերջերը շատ լավելի, շատ օգտագործում, էս բայ չէ, էս ինչ լավ էր հասա։ Պետքա թափեր կոֆես ու էդ կոֆեն ես էլ չէի խմի, գիտեք։ Ուրեմն ձու եմ առնում, էս ալեքստը վեր ջղայնացավ, ամենահետաքրքրինն է տեր, mən զարմացա էլի, այ քեզ բան, էս խեր խաբար, էս ինչ է էս դու ջղայնանում այ բաղա, ասում եմ ինչ հա պատահել, ինչ հա ուզածդ, դե ասում եմ, մամա, չես հասկանում, զզվեցի, չեմ ուզում էլ ձու, քյաբաբ եմ ուզում, ու ես տեղ ինչ եմ անում, իրան բացատրում եմ, որ ստոպ, դավ բան ես ուզում, բայց ամեն օր կամ շաբաթն ամեն օր ոսենք միզ, ու էլի միզ, տղես դա այդքան արդար չի, ուզում եմ, հա, 17 ձու եմ առել, Եղեք 1000 դրամի, 17 հատիկ ձու եմ առել, ինչը որ նորմալ է, էլի ես ինչ գիտեմ, մարդկանց էլ չմեղադրելու, որովհետև ճիշտ է էժան ես ուզում, ես ուզում, բայց ես որ հավ էի պահում 40 դրամ էր տնական ձուն, այն ինչքան էի ծախում, շատ հավեր ունեի, շատ, 50 հատով էլ հավ եմ պահել, մի օրական ճուտիկից սկսած, առաջի օրնա ճուտիկից տվա, այդեղս ես օրոսկի չեմ խմել, արդեն էլ ուշա, առաջի օրնա ճուտիկներից տուն եմ բերել, Կիրով գյուղումը, այդ այն ժամանակ, վաճառքը այդտեղ էր, հա, քշի ազիզջան, առաջի օրնա ճուտիկներից տուն եմ բերել, այդ Անիկայի հետ գնացինք բերինք, գիտի ջահելություն, մեկ էլ կարտոնի ալքխի մեջ, իրանց պահում էի, տակը հասջոր էի կցում, մի խոսքով, ովքեր պահում են գիտեն ինչ եմ ասում, ոնց էր եղել, ոնց չէ եղել, իրիկ ունը, նայում ես ճուտիկը, ոտը տենց կաղմա, նեղվեցի, ինչ անենք, ինչ չանենք, լուցկու չոփը դրեցի, ու իրան տենց փաթաթեցինք, կապեցինք, հետո դե մեկա մեղկա, չէ, ճուտը պետքա չշարժի, որ կպչի, այն ժեշտի բանկով հյութերը, որ կա, կոլա կլնի, ֆանտա կլնի, որ կա 250 միլիանոց, դրանց մասին ա խոսքը, ուրեմն մի հատ էծև սոկ արանք, իրան ծակեցինք, որ ոտքերի տեղ ելնի էլի, որ ոտքով իջնի ներքև ու ճուտիկի մարմինը մնա դրա վրա, ոտքերը ներքև, դե պարզավոր են մեկն անշարժ էր, մեկն է կշարժեր, ոչինչ։ 2 օր այդ ձև պահել եմ, բրիզ մեջ ուտացնելով, հետո արդեն հասկացանք, այդ ժեշտյամանը կտրեցինք, ու Նիկան ասում է դա բերտենանք կպելա, թե չէ, դա կպել էր, բայց ճուտս կաղում էր,
Չգիտեմ ինչի խելքիս ոնց փչեց, ոնց չփչեց անունը դրի Մարուս։ Մարուսյա։ Ու ենքան է սիրուն էր, ինքը փոփոչով սիրուն ճուտ էր։ Ու սիրով եմ պահել, Համի թե սիրով եմ պահում, թե ուզելով, թե շատ վաղ ներվային անալով, կուզեմ մի հատ շուն պահեմ, են էլ դեռ հլավոր մտածում եմ, որովհետև անընդհատ մեկ տենում ես տանն ես, մեկ տենում ես տանը չես, ճիշտ է այս պահին մերս տանն ալնում, ստեղ ալնում, բայց թե չգիտեմ դեռ մտածում եմ, ու սենց բաներ, ամարվա այս օրերն եմ էլի շատ սիրում, այս օր իրոք ամարվա օր արավ, ճիշտ է ես վախից անկողինները տարատում, վերմակները ես դեպքում ու էլ չհանեցի, ինչի եմ սիրում, որ տան դուր, պատուհան, ինչքան ուզում ես, երբ ուզում ես, բացում ես ու չես մտածում, որ վայ ցրտեց ու հեսա այս օրվանից սկսած երեկոյան զբոսանք կանենք տղուկիս հետ կգնանք, ման կգանք ու կգանք, հա սրտիկս Ուր? Հրապարակ գնանք թեկուզ Չէ գնանք ձիքշանք Չկշտացար այդ ձիքշենուց, հա? Չէ Ինչու? Ալեքսս ենքան աբոյով անում, համարյա իմ բոյին է հասել Ես հիշում եմ, որ շատ փոքր էր, դուք էլ եք ես վերջերեմ գրել, որ Սամսոնին է նման Ալեքսը, նախ ամեն մարդ ինքը իրա նման է, եկեք եթե առողջ դատենք, հենց այդտեղից էլ սկսենք, բայց այո, մենք հայերս սովորենք, տատինա նման, պապինա նման, հորն ու մորնա նման, մի խոսքով Նիկան էլ, որ սենց նայում էր, ասում էր, վայ Սամսոնին շատ նման է, համի նկարները, որ նայում եմ, Ալեքս, պահի տակ ունի, հա, նմանություն, նմանել էլ մի ամոտ չի, նա էլ է լավ մարդ, թող սա էլ լավ մարդ մեծանա, փեշակ ունենա, ասած մեր լովեցիներին, փեշակը արհեստի հետ ենք, արհեստի նկատի ունենք, այնպես որ Ես ինչ հովեսով խմեցի ես ինես կոֆեն Այնպես որ ապրեք, որ ամեն կողմով ու շատ իրեք Վերկած գնագիրքդ բեր կարդանք խնդրում եմ Ես սովածım չէ Կարդանք հետո Ես իմ եմ սոված Նայեք կամ սոված եմ կամ գլուխս է ցավում կամ զուգան եմ ուզում կամ ես գնում եմ դուրս, բայց եսա հենց հեռախոսը զրկեմ, ինքը փիսիկ դարած կբերի ու կսկսի։ Եսա կոդը նենց կոդ եմ դրել, ինքը դեռ չի ջոգում այդ ինչ եմ դրել։ Եսա հենց փագեմ էկրանը, որ էլ չզբաղվի, ինքն է ինձ խնդրելու, որ մամա ջան արի կարդամ։ Ու այդ պահը չի նշանա։ Կոֆես խմեցի, էներգիա ստացամ, համի զբաղվեմ այեզ մարդուկով, միակ աչկս ու ականջս էլ դեպի հեռախոսը, տենամ ինձ այսօր են զանգում, թե վաղը, ինչև է, գնացի։ Սամակատ ենք ուզում քշունք։ Թե դիր ոտքդ։
Զանգլնի մի անգամից գնամ էլի։ Ծնունդ անում։ Ահա, երեկոյան կողմերն է։ Լավ, հավեսով գնացինք, քայլեցինք։ Թե քշի սիրուն, Ալեքս։ Ու էլ անելիք չունենք։ Տիրու սիրուն գնա, այ տենց ապրես։ Շատ ապրես։ Արդեն սկսել է սրանով հավեսով գնալը։ Դիր, էլի դիր, տես որ լավ ես գնում։ Էլի քշի։ Քշի Ալեքս ջան, իջի ներքև ու հետ արի։ Այ ուշացար, չէ հեռախոսից։ Դիր։ Ուշացա, ախր հաղուսան պապիկ բան չկա։ Դե դիր, դե գնա։ Հենց ուզում անի ես բաղվում, ման չի ուզում արանք։ Դե բեր գնանք։ Եթե ուզում կարող քշենք գնանք։ Գնա, այն էլ հենա իմ լվացքը փռած։ Գնա։ Ասել իմ բաղ չեն։ Եղեք հլնայք խոտը, այսին, գնա դու տարտեղը դիր։ Այս ինչքան է աճել ու բարձացել։ Այքուց տեղ քախան եմ անելու, որ գործ ունեմ։ Ահա, այս սենց բաներ, լանդիշները արդեն չորանում են։ Ավազներս էլ ոտի հետ գնում ասաղ, դենամ ինչ եմ անելու, են է լված կա, սիրում փռած, դիր ազիս ճան, են նավթուլը իչացրու, որ կանգնի, տարդիր, դուրը պագի ու արի ազիս ճան, Տեղ կանգնացրու, պիոնները չեն բարձանում, երևի թե նոր կսկսեն էլի, դու սարի դե Ալեքս, թեթև մեղմ քամի է, Հագի Ալեքս են վերևն էլ հա բալա այ էտ ապրես վսյո կարգին տղա ով չգիտեմ սրանց եմ ուզում տուն տանեմ արևի տանք իրանք բացանում են ես էլ տենց չեմ սիրում, էսա բերեմ մի հատ լավ ջրեմ հավեսով, այս մասերը պոկեմ, հետո տանծաղիկը տանը պետք է աճի սուտա, բերեմ ջրեմ ու նոր տանեմ տուն, ստեղ էլ ծաղիկներ եմ ցանել, չգիտեմ, որը դուս կգա, որը դուս չի գա, են մյուս կոմը ցանել էի, բան դուս չի եկել, Մաման ասմա կարա դրա սերմերը փուչ լնի, դրանից կլնի։ Արի, ստեղա հեռախոսդ։ Այսօր այս պարոնին զրկել եմ հեռախոսից, պատերով ակպել։ Այսենց բաներ։
Գնա ազի։